Վերջին զանգ հեռուստասերիալում ապրումները խտանում են։ Հենրին վերջնականապես վստահ լինելով, որ իր ու Անգելինայի միությունը պետք է ավարտվի, մորն ասում է, որ ամեն ինչ անի Անգելինային հիասթափեցնելու համար։ Աննան փորձում է բացատրել, որ դա անհնար է, աղջիկն անչափ սիրահարված է, եւ հենց այդ սերն է նրան այսքան ծանր վիճակի հասցրել։ Սակայն Հենրին խնդրում է, որ մի բան հորինի, ասի իբր ինքը ամուսնացած է ու երեխա ունի։ Միայն այդպես, կեղծ հիասթափությամբ նա կարող է փրկել Անգելինային ավելի խորը կործանումից։ Իսկ մինչ այդ Բագրատը նորից հայտնվում է կիզակետում։ Նրա ականջին է հասնում, որ Անետը վերադարձել է իրենց հին տուն։ Նա շտապում է այնտեղ մի լուր իմանալու հույսով, բայց Անետը լուռ է։ Նա այլևս դադարել է բացահայտել Հենդոյի տան գաղտնիքները Բագրատին, ինչը Բագրատին այդքան էլ դուր չի գալիս։ Քիչ անց Աննան վերադառնում է։ Բագրատը սկսում է մեղադրել նրան, ասելով, որ հենց նա պիտի դուրս աներ Միքոյին ու Հենդոյին տանից, այլ ոչ թե ինքը հեռանար։ Աննան հստակ դիրքորոշում է ընդունում եւ քաղաքավարի ձևով դուրս է հրավիրում հորը տանից։ Հաջորդ առավոտյան Աննան այցելում է ավագի տուն Վիկտորիայի խնդրանքով։ Անգելինայի վիճակը ծանր է։ Աննան փորձում է հորինել Հենրիի հորդորած պատմությունը։ Ասում է, որ Հենրին նախքան Անգելինային հանդիպելը կապ է ունեցել այլ աղջկա հետ, որ իբր նա երեխա է ունեցել, ու հիմա Հենրին պետք է լինի իր երեխայի կողքին։ Անգելինան լսում է այս պատմությունը, բայց չի հավատում։ Արտաքուստ լուռ է, սակայն ներսից փոթորկված։ Նա վազում է Աննայի հետևից, բայց չի հասցնում հասնել նրան։ Իսկ հենց այդ պահին հայտնվում է Հենրին։ Դիմացը կանգնած, լուռ, մեղավոր, բայց որոշումը կայացրած։ Անգելինան քարանում է, աչքերով փնտրելով ճշմարտությունը Հենրիի հայացքի մեջ։ Իսկ այս ընթացքում Միքոն վերջապես իմանում է, որ Հենրին իրեն խաբել է, իրականում երկրից չի մեկնել, ուղղակի մեքենան թողել է օդանավակայանում իրեն շեղելու համար։ Հենդոն նրան ասում է միակ հնարավոր տարբերակը գնալ Հալալի տուն եւ իմանալ Հենրիի տեղը։ Ամեն ինչ գնում է դեպի նոր ճգնաժամ։ Երբ ճշմարտությունը սրբվում է ստի փոշու տակ, արդյոք հնարավոր է հետ բերել կորցրած հավատն ու սերը։ Դրա պատասխանը կիմանանք շուտով։ Իսկ մինչ այդ հարգելի հետևորդներ, գրեք մեկնաբանություն։ Արդյոք ճիշտ էր Հենրիի հորինած տարբերակը, որ իբր ինքը երեխա ունի, թե նա պետք է կանգներ Անգելինային հերթական հարվածը հասցներ կրկնակի հարված ու ասեր, որ նա իրականում իր ծնողների զավակը չէ եւ իրենք քույր ու եղբայր են։ Որ տարբերակն եք դուք նախընտրում։ Գրեք մեկնաբանություն։ Ո՞ւր ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Այերնա որ թարմատ է, չէ։ Թարմա բայ։ Հա, թարմա։ Որ սվամշեսը արսանալիս Կասկածում եք, երեխեք։ 4 օրվա է։ Վերջին զանգ հեռուստասերիալին չէի սպասում։ Համեցեք։ Դեռ որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կարողակ չի երևում։ Դա սկսած սցենարներս է, ավագի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեմ, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն էինք նետել, հիշում եք։ Բայց ստեղը ամեն անգամ նկարելուց հանում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Տինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուշի։ Ստեղ ունեմ իմ գրիմի բարագաները։ Այստեղ մենք ունենք եւս մեկ գաղտնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել։ Լոգարանն է։ Պահարանում ինչ ունես։ Պահարանում ոչինչ չունեմ։ Ինչի՞ միշտ դասը բացում եմ ինչ-որ բան եմ անում, ինչ վերից ոչ մի բան։ Իսկ բաց պատշգամբում։ Պատշգամբում ունենք, այստեղ եմ սիրուն հատված ունենք, ես շատ եմ սիրում նկարվել ստեղ։ Բացիլը, բացի ասում եմ, աստորեն դու ես հորս գլուխի կերել, ասում բացի։ Բարև բոլորին, Աննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետք է ձեզ տեղյակ պահեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում
Կամ ես եմ տպում, կամ ինձ եմ տպում։ Լրիվ կռիվ կինո եմ խաղում, հա։ Վերջ զանգի նկարահանումները շարունակվում են։ Այնա։ Բգոն վազել է սովորում, որովհետև ֆուտբոլի առաջնություն։ Պատրաստ, ով ասում եմ, լավ գնում ես կյանք ուղղած։ Ինչով ստոպ չտամ, չտաս։ Մոտոր։ Դեմ նայելով հիմա մի գնաց։ Ստոպ։ Փախա։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։ Քանի նվերը շեն տվե անունը չեմ ասելու։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում ոց չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար ու իսկ ծիծաղում ենք։ Սուգաշ թորիների 10%։ Սա գնացի։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ։ կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան, որտեղ կիմանան։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում կարոպետոնների։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, ես ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտա, սպասեք դեմ ճամպրուկները կտենակ, չէ՞ չտա։ Դրանով գնալու ենք մեր ստուդիա։ Ուրա։ Դու նկարում իրական։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ։ Այո, այդուլը ինձ բարա սովորացնելու։ Բայց ինչ բար չենք ասել։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ, ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ վերջիզանք հեռուստասերիալի սեմ կերպարը իրար նման ենք, թե չէ, ասեմ ձեզ, չէ, հետ չէ, նման չենք իրար, կամ լավ, ինչ որ առումներով նման ենք, ինչ որ առումներով ոչ, ուրեմն ինչով նման չենք իրար, օրինակ ես իմ տեսակով շատ տաքարի ունեմ, բռնկվող եմ, կարամ մի անգամից հունից դուրս գամ, տենց կռիվների մեջ ընկնեմ, մի խոսքով հասկացաք, իսկ սենը չէ, ինքը ավելի հանգիստ, ավելի զուսպ տեսակը, ավելի կշռադատված է հարցերին նայում, այդ առումով նույնիսկ սեմին նախանձում եմ, որովհետև կուզեի, որ ես մի քիչ այդպես լինեի, իսկ ինչով ենք նման, օրինակ ազնվությամբ, մի քիչ զգով եմ էլի, հա, այդ առումով միամտությամբ ազնվությամբ ես էլ եմ մի քիչ տենց սեմին նման,